Երբ որ ես մտնում եմ ստեղ օծության մեջ, anointing-ի մեջ, շատ բաներ զգում եմ այն, ինչ որ Տերն է ազգում մարդկանց հանդեպ։ Օծությունը այնտեղն է, որտեղ Տերն է խոսում։ Սա ինչ որ կրոնական religious եկեղեցի չի, ինչ որ sense ծրագրավորած հելած ինչ որ բան ստեղ Սուրբ Հոգին է Տերը։ Տերը Սուրբ Հոգին է, որտեղ Աստծո խոսքն ասում է եւ Տերն է Հոգին։ Հալելույա, եւ Տերն է Հոգին։ Ինչի ասում Տերն է Հոգին, որտեղ 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսն էր երկրի վրա։ Եվ ինքը Տերն էր, բայց որ ինքը գնաց ասեց Սուրբ Հոգին կուղարկեմ, որ իմ անունով կգա։ Այսինքն Սուրբ Հոգին ներկայացնում է Հիսուսին, դրա համար երբ որ Սուրբ Հոգին այդտեղ է, Տերը այդտեղ է, դրա համար ասում է եւ Տերն է Հոգին։ Եթե մենք Տիրոջ Հոգուն տեղ ենք տալիս, նշանակում է որ Տիրոջն ենք տեղ տալիս։ Եվ Տերը գործում է, եւ Տերը բժշկում է։ Այսինքն գրկի մեջ եք իրա։ Այսինքն իրա գրկի մեջ եք, իրա քաղցր ներկայության մեջ եք։ Դու կարող չես զգում հիմա Սամուելը սկի կարողա չի զգում իր մամայի գրկի մեջը։ Նայեք Սամուելը ու Հայարփին։ Փոքրուց Տիրոջ տան մեջ է մեծանում։ Իր աշկերը փակնած, կաթաուտում բան, sense կարողա չի գիտի իր մամայի գրկի մեջ այդ րոպեին թե կայլասկայի մեջ է, բայց ինքը ապահով է իր մամայի մեջ, այդպես է մենք կարողա չզգանք feeling-ներ մի փնտրեք, խնդրում եմ Աստծո, դու պետք է հավատաք։ Հավատը շատ կարևոր բան է հավատացյալի համար։ Ես ուզում եմ մի փոքր շարունակեմ էլի իմ թեման, որ կոչվում է Աստծուն ճանաչելու 12 ճանապարհ։ Ու այսօր հենց ուզում եմ խոսամ հավատքի մասին։ Երկար չեմ խոսա այս մասին, որովհետև մենք այսօր մկրտություն պետք է ունենանք։ Բայց սա շատ կարևոր քայլ է։ Գիտեք, Աստծուն մենք ճանաչում ենք հաջորդ քայլը ապրելով հավատքի կյանքով, ոչ թե տեսանելիով։ Աստծո խոսքը ասում է մենք հավատքով ենք գնում եւ ոչ թե տեսանելիով։ Երկրորդ Կորինթաց 5:7-ը։ Մենք գիտենք այս մարմնի մեջ մնալով հեռու ենք Տիրոջից, մարմնի մեջ մնալով հեռու ենք Տիրոջից, այսինքն ֆիզիկապես Տիրոջից հեռու ենք։ Ուր ես Տեր, չեմ զգում, հաճախ կրկնվող պրոբլեմա քրիստոնյաների մոտ։ Որտեղ խոսքը ասում է, քանի մարմնի մեջ ենք, հեռու ենք Տերից, այսինքն նկատի ունի ֆիզիկապես ենք հեռու։ Տեսեք, ես Նաթալիին ասեցի, մոտիկա Տերը քեզ հետ, ոնց Սուրբ Հոգով, բայց մենք ուզում ենք զգանք, ուզում ենք տեսնենք, ֆիզիկապես հեռու ենք։ Դրա համար առաքյալը շարունակում է խոսքը, տեսեք ինչ ասում, որովհետև հավատքով են գնում եւ ոչ թե տեսանելիով։ Այ դա է հավատքով ենք իմանում, որ Տերը մեր հետ է։ Հավատքով ենք իմանում, որ մենք իր գրքի մեջ ենք, ոնց որ Սամուելը Հայարփիի գրքի մեջ։ Մենք դա չենք զգում, եթե մենք զգացողություն փնտրենք, ուզենանք զգալ, կխաբվենք։ Մեր մտքերը կխաբեն, սատանան կխաբի, կնայենք որոշակի խնդիրներ կասենք Աստված մեր հետ չի։ Բայց խոսքը ասում է, հավատքով են գնում ոչ թե նայելով, այսինքն ոչ թե մեր ֆիզիկական զգայարաններով, մենք իմանում ենք, որ Տիրոջ հետ ենք։ Բայց ես ամեն մարդկանց համար չեմ ասում, կներեք իհարկե, մենակ այն մարդկանց համար եմ ասում, ովքեր իրանց սիրտը բացել են Հիսուս Քրիստոսի համար, ովքեր Հիսուսին ընդունել են իրանց կյանքի Տերն ու Փրկիչը, ովքեր իրանց կյանքը նվիրել են Հիսուսին, ովքեր այսօր պատրաստ են կատարելու այդ մկրտության փաստը, ակտը, ապացուցելով, որ ես մահանում եմ իմ համար, այդ սուզվելով ջրի տակ, երբ որ սուզվում են ջրի մեջ, բապտիզմ են լինում, հելում են նրանք թաղվում են, նրանց հին կյանքը թաղվում է, գնում է եւ նոր մարդ են հարություն առնում Հիսուս Քրիստոսով, սա է սիմվոլը։ Շատ կարևոր է, որ հավատքով ապրենք, որովհետև Եբրայեցի 11:6-ը ասում է, բայց առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Անկարելի է։ Ով մեկը կարող ասի, ես շատ աղքատներ եմ կերակրել, ես երեխեքին եմ օգնել, շատ ընտանիքներին եմ օգնում, չգիտեմ։ Դա վատ չի, լավ է։ Բայց արդյոք դրանով մարդ հաճելի է լինում Աստծուն։ Աստծուն հաճելի գործ է։ Բայց չի գրած, որ մարդ հաճելի է լինում Աստծուն բարի գործով։ Խոսքն ասում, առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Եթե բարի գործերով ուղղակի կարողանանք հաճելի լինել, չէր շեշտադրի հենց հավատքը։ Իհարկե, բարի գործերը դրանք հավատքի արդյունքն են։ Հավատքով ապրելու քայլն են։
Չեմ ասում պետք չեն, բայց առաջինը հավատքն է դրված։ Իսկ ինչ է հավատքը։ Ինչպես ենք հավատքով ճանաչում Աստծուն։ Արդյոք հավատքը մենակ դրա համար որ Աստծուց հավատքով մի բան խնդրենք ու ստանանք, չէ՞ որ մենք սովորել ենք, որ Հիսուսը ասեց Մարկոս ավետարանի 11:24 ասում է. ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք, հավատացեք որ առնում եք եւ կլինի ձեզ։ Եվ շատ անգամ քրիստոնյաների համար հավատքը դա ուղղակի Աստծուց մի բան խնդրել եւ ստանալու բան է, կարելի ասել։ Բայց մենակ դա չի, հավատքով մենք փնտրում ենք Տիրոջը։ Այնպես չի որ ինքը կորած է, փնտրում ինքը մոտ է, փնտրում ենք մեր սրտով, մեր ուշադրությունով եւ գտնում ենք եւ ինչ ասում Եբրայեցի 11:6-ը նորից կարդում եմ, բայց առանց հավատքի անկարելի Աստծուն հաճելի լինել, որտեղ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա, համար առաջին պետք է հավատանք, որ ինքը կա, եւ երկրորդը, եւ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Շատ քրիստոնյաներ, որոնք եկեղեցի են այցելում, հաճախում, գտնում են տարբեր եկեղեցիներ, իրանց հավատքը մենակ էս առաջինն է։ Հավատում են, որ Աստված կա ու վերջ։ Ու չի աճում իրանց հավատք, ու չեն ճանաչում Աստծուն, ուղղակի հավատում են, որ Աստված կա։ Արդյոք սա հերիք է։ Աստծո խոսքը ասում է, դևերն էլ, չար հոգիներն են հավատում, որ Աստված կա, բայց սարսափում են, ինչ օգուտ։ Չար հոգիները սատանան գիտի, որ Աստված կա։ Հիսուսը որ գալիս էր, դևերը ասում էին, հո Հիսուս ինչ ես եկել մեզ տանջելու բարձրալ Աստծո որդի, գիտենք ով ես բարձրալ սուրբն ես։ Գիտեին, հավատում էին Աստծուն, բայց ինչ օգուտ այդ հավատքից։ Հավատք առանց գործերի մեռած է, որն է հավատքի գործը ստեղ ցույց է տալի երկրորդ կարևոր բանը հավատացյալի համար, ոչ թե գաս եկեղեցի մենակ նրա համար որ Աստված կա, այլ դու պետք է փնտրես, ասում է, եւ իրեն փնտրողներին վարձահատույց է լինում։ Այսինքն reward-ը, տես reward-ա տալի։ Վարձք է տալի։ Ինքը ուզում է ուրեմն փնտրենք, որտեղ հավատքը սա կարևոր ճանապարհը Աստծուն ճանաչելու։ Ոնց է դա երևում, ոնց է դա դրսևորվում, մանիֆեստ լինում։ Առակաց 3-րդ գլխի 5-6 համարում իմ մոտ աստեղ ուղղակի գրած այդ համարը, ասում է Տիրոջը վստահիր քո բոլոր սրտով եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Այսինքն ինչ գործել որ բռնես, ինչ ճանապարհով է որ գնաս, ինչ էլ անես չանես, վստահի Տիրոջը, այսինքն ոնց ես վստահում, կանչիր Տիրոջը, կապ հաստատիր, աղոթիր ու ինքը ասում է կուղի քո ճանապարհները։ Հավատքն է այն ճանապարհը, որով կապ ենք հաստատում Աստծո հետ, որով հանդիպում ենք ունենում Աստծո հետ։ Եթե հավատքը չկա, այսինքն հավատք ոչ թե մենակ որ Աստված կա, այլ Տիրոջը մտերմություն անելու հավատքը եթե չկա, փնտրելու, մենք չենք ճանաչում Աստծուն, այտենց էլ չենք ճանաչի։ Երբ որ վստահում ենք Աստծուն, նա հայտնվում է մեր կյանքում։ Հավատքը դա վստահությունն է, trust-ն է, չէ՞։ Trust անելն է, ոնց որ անգլերեն ասած։ Հենց որ վստահում ենք Աստծուն, հայտնվում է մեր կյանքում, նա դու կարող ես եկեղեցի հաճախես։ Շատ աղոթքներ անես, մենք անցանք, չէ՞, Աստծուն ճանաչելու 12 ճանապարհ։ Կարդաս շատ խոսքը, տունը շատ աղոթքներ անես, արդյոք շատ աղոթքները հավատքի նշան է։ Արդյոք շատ աղոթք անելը նշանակում է, որ դու կապի մեջ մտար Աստծուն։ Ոչ բոլորի մոտ։ Ապացուցեմ Փարիսեցիներն հիշում եք ֆարիսեիները։ Իրանք օր ու գիշեր աղոթում էին, բայց Հիսուսին տանել չէին կարողանում։ Ում էին աղոթում։ Ում էին աղոթում։ Հիսուսի հոր, ոչ Հիսուսի հորն էին աղոթում, ոչ Հիսուսին։ Հիսուսը ասում է դուք սատանայի որդիք եք։ Օր ու գիշեր աղոթում էին, կարդում էին։ Այսինքն մենակ աղոթելը, կարդալը չի։ Նրանք հավատ չունեն, որտեղ Հիսուս ասեց ձեր մեջ չկա հավատք։ Ոչ Աստծո սերը կա ձեր մեջ, ոչ էլ հավատք կա ձեր մեջ։ Այսինքն մարդ կարա կարդա խոսքը, պրոստը կրոնական այդ բաներից ելնելով, դրդապատճառներից, մոտիվներից ելնելով։ Աստծո խոսքը կարդա, աղոթքներ անի, եկեղեցի գնա, տես մենք անցնում ենք, չէ՞, որ սա է ճանապարհները, որով մենք ճանաչում ենք Աստծուն։ Ծառայի Աստծուն, բարի գործեր անի, մեծերից հարցնի սովորի, չէ՞, մենք նաև սովորում ենք այն փաստը, որ ով է ճանաչում Աստծուն, ով որ իրանից հոգևոր փորձվածներին է հարցնում, իրանցից է սովորում։ Կարող ես բաներ անի, բայց Աստծուն չվստահի,
կապ չկա, կապ չի հաստատվում, կրոնական է, ամեն ինչը կրոնական է իր մոտ։ Հավատքն այդ կապը ստեղծում, որ Աստված գալիս է ինքը քո կյանքում սկսում է հայտնվել։ Դու տունը կարող ես աշխարհի ամենասուպեր կոմպյուտեր ունենաս։ Բայց եթե դու ինտերնետ չունեցար, всё, սահմանափակ է, restricted է։ Դու չես կարող մտես տենաս աշխարհում ինչ է կատարվում։ Ինտերնետը ինչքան կարևոր է, չէ՞։ Կամ ասենք հեռախոսով, եթե դու դուսնես այդ cellular signal-ն է, չէ՞։ Եթե անջատ են այնտեղ այդ cellular signal-ը չլինի, վերջ, ոչ մի բան։ Ոչ մի բանի պիտանի չես հեռախոս ալտեն։ Մենակ ուղղակի նկարում ես ապարատ, всё։ Սա գիտելիքները մեր, սա աղոթքները, եկեղեցի գա ծառա, եթե հավատ չկա, վստահություն չկա, կապը չի ստեղծվում, ոնց որ այդ ինտերնետը չի ստեղծվում։ Ես տեսել եմ դա Աստծո խոսքում շատ քրիստոնյաների կյանքում, իմ կյանքում մարդ կարա տարիներով դժվարություններ անցնի, խնդրեմը չլուծվի, գիտես ինչի, որտեվ չի վստահում Աստծուն։ Հոգսերին է տեղ տալի, չի վստահում Աստծուն, մարդը շատ գիտելիք ունի, շատ է կարդում խոսքը, բայց հանդիպում չի ունեցել, հանդիպումը ստեղծվում է հավատքի միջոցով։ Հակոբոս 2:23 համարում գրած է. Աստված Աբրահամին կոչեց իր բարեկամը։ Abraham was called the friend of God. Աբրահամը կոչվեց Աստծո բարեկամ, ինչի պատճառով, հավատալու պատճառով։ Ոչ թե ուղղակի հավատում էր, որ Աստված կա։ Շփվում էր Աստծո հետ։ Աստծո ասածին վստահում էր։ Աստված մի բաներ ասում էր, ես վստահում եմ քեզ, գնաց այնտեղ, որտեղ Աստված իրան ուղարկեց։ Հավատքն է մեզ հանդիպացնում Աստծուն։ Եթե չկա հավատք, չկա հանդիպում Աստծո հետ։ Սա կրոնական մեր դասերը, սա զրո է։ Մենք գիտենք, որ բժշկություններ անում Տերը, չէ՞, մենք մտածում ենք, որ Աստված շատ բժշկություններ անում, ու ճիշտ է, իր խոսքն էլ ասում, հրաշքներ անում, բժշկություններ անում։ Բայց դա երբ է դա հայտնվում, մանիֆեստ լինում։ Եվ որ սկսում ենք հավատալ, եւ որ սկսում ենք վստահել, ոչ թե ասում ենք, վայ, այս հիվանդությունը էս կարող է սպանի։ Ես չգիտեմ էլ ինչքան կաբրեմ։ Գնում է եկեղեցի գալիս է։ Հավատում է մենակ, որ Աստված կա, բայց չի հավատում, որ Աստված կարող է։ Որ Աստված կարա բան անի իր կյանքում։ Հավատում է, որ Աստված ուղղակի կա։ Ոնց որ Եբրայեցի 11:1-ը, դիր, դրացա։ Հավատում է, որ Աստված կա, բայց չի հատում, որ Աստված կարող է վարձահատույց լինել իրան փնտրողներին։ Ասում է, մեր ցեղում բոլորս հիվանդությունը ստացել են եւ 60 տարեկան չեն ապրել, 60 տարեկան միջև հասել են, մահացել են։ Վախում եմ իմ հետ էլ լինի։ Դու հավատում ես Աստծուն։ Ահա, հավատում եմ Աստծուն։ Դևերն էլ են հավատում։ Ոնց ես դու հավատում, ոնց ես դու դրսևորում քո հավատը։ Դու ինչ պետք է ասես, ես հավատում եմ, որ Հիսուսի մահացել հարություն առել։ Իր արյունը թափել է խաչի վրա։ Վերցրել է իմ հիվանդությունները եւ անեզքը քանդված է իմ վրից եւ դա իմ վրա չի ազդելու, ես ապրելու եմ, չեմ մեռնելու։ Դու գիտեք, մենակ դա երգի մեջ ենք մենք ասում, չեմ մեռնի, կաբրեմ, կորդեմ քեզ հավիտյան։ Մի երգ է, չէ, որ երգում ենք, չէ։ Ես կաբրեմ, չեմ մեռնի, չէ։ Երգ ենք երգում այստեղ։ Կարող եք գիտեք, մենակ էդի երգ է։ Դա իրական է, երբ որ այն ինչ որ սպառնացել է քեզ քո ազգին, քո մարկանց, որ այդ անեզքը հիվանդությունը բան դու ասում հենց տեղա ստեղծվում կապը, ստեղա, որ մենք որոշում ենք կայացնում, հանդիպում ունենալու ենք Տիրոջ հետ, թե չէ։ Հանդիպում ունենալու ենք իրար հետ, թե չէ, թե ուղղակի մնալու է դա գիտելիք որպես։ Մեռած գիտելիք, փարիսեցիների մոտ դա մեռած գիտելիք էր։ Եվ որ ասում ենք, ես հավատում եմ, ես ապրելու եմ, այդ անեզքը ինձ վրա չկա, Քրիստոսը անեզք դառավ։ Ես չեմ պատրաստում մահանալու, ես ապրելու եմ, սա է հավատքը։ Դա հռչակում է, դու հավատքի համապատասխան գործ ու մեկի հայտնվում Աստված։ Տես մեզ այդ հիվանդությունը չկա, տես հայտնվեց, տես դու սկսեցիր ճանաչել, դու ոչ թե ուղղակի գիտեիր, որ ինքը բժշկող Աստված է, դու արդեն տեսար իրան որպես բժշկող Աստված։ Տեսար, այսինքն մենք ճանաչում ենք Աստծուն հավատքի միջոցով, սա շատ կարևոր է։ Իզուր չէր, որ Աստված Աբրահամին կոչեց իր բարեկամ։ Ամեն։ Սա շատ կարևոր ճանապարհ է Աստծուն ճանաչելու համար։ Հաջորդ քայլը, որով մենք կարող ենք ճանաչել Աստծուն,
դա ապրելով սիրո մեջ մարդկանց հանդեպ։ Մենք ճանաչում ենք Աստծուն, երբ որ ապրում ենք սիրո մեջ։ Առաջի Հովհաննես 4 գլխի 7 եւ 8-րդ համարները ասում է. ով սիրում է, ճանաչում է Աստծուն, ով չի սիրում, Աստծուն չի ճանաչել։ Ու ձեզ մի բան էլ ասեմ, գիտեք, որ սերը հավատքից էլ մեծ է։ Եթե ես հավատքին այդքան կարևորություն տվեցի, որ դա ստեղծում է այդ կապը, channel-ը, ասենց ասեմ, հա, ուղին, channel-ը, ոնց որ հոսանքը այդ էլեկտրասիտին գալիս է վայր պետք է լինի, չէ, վայրի միջով, ուղակի outlet-ը, ուղակի այդ վարսակին ասում, ինչ են ասում, դա օգուտ չի տա, եթե լարը չգնա, եթե այդ վայրը չգնա։ Էդի հավատքն է, որի միջոցով Աստծո ուժը գալի հոսում է, բայց Աստծո խոսքը մեզ սովորացնում է, որ սերը էլ ավելի մեծ է, քան թե հավատքը։ Հավատքը շատ կարևոր է, ու գիտեք, իրար հետ են գործում, սերն ու հավատքը իրար հետ են գործում։ Եվ խոսքը նորից եմ կարդում, դրել եմ այդ համարը, ամեն ով որ սիրում է Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն, նա որ չի սիրում Աստծուն չի ճանաչել, որովհետեւ Աստված սեր է։ Ինչքան ուզում ես Աստծո խոսքը կարդա, ինչքան ուզում ես աղոթի, ինչքան ուզում ես ծառա, ինչքան ուզում ես բարի գործեր արա, բայց եթե սրտի մեջ ատելություն է, մեկին չի ներում մարդման, ասում է չես ճանաչի Աստծուն։ Ես ճանաչել եմ, ես շատ բան գիտեմ, ես 20 տարի հավատքի մեջ եմ, ես շատ լավ գիտեմ, բայց չի կարող ների, չես ճանաչի Աստծուն, դա քո ճանաչած Աստծո բնավորությունը չի քո մոտ։ Եթե դու ճանաչես Աստծուն, դու կիմանաս Աստված սիրում է, ներում է, ճանաչել, դա ուղղակի չի նշանակում իմանալ Աստծո մասին, դա նշանակում է ապրել իր հետ, քայլել իր հետ։ Ճանաչել ասելը դա ուղղակի մտքի վիճակ չի։ Հոբի 42-ի 5-ում ինչ էր գրած։ Եթե կա համարադիր։ Հոբի Ջոբ 42-ի 5-ը։ Հոբը Աստծո մասին շատ բան գիտեր, լսել էր։ Եվ փորձությունների մեջ, երբ որ բաներ լույս դուրս եկան իր մեջ, եւ ինքը հանդիպում ունեցավ հետո Աստծում, ինչ ասում Հոբը։ Ասում է ականջի լսելով լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Բայց խոսքը ֆիզիկական աչքի մասին չի, հոգևոր աչքերի մասին է։ Մենք շատ լսել ենք իր մասին, շատ քրիստոնյաներ շատ լսել են Աստծո մասին, բայց նրանց աչքը չի տեսել, նրանք ասում են, ես ճանաչեցի Աստծուն, բայց չի կարող սիրի մարդկանց, չի կարող ների, սիրո մեջ չի քայլում, չի ճանաչել, սուտ է, նորից գնա այդ համարը։ Ով չի սիրում, չի ճանաչել Աստծուն, որովհետև Աստված սեր է։ Մեկը կարող ասի, ես ուժեղ հավատք ունեմ, հովիվն էլ սովորացրեց, որ հավատքով են կապի մեջ մտնում, այո, բայց հավատքը չի գործում առանց սիրո։ Հավատքը չի գործում առանց սիրո։ Մեքենան առանց ակերի չի կարա գնա։ Ուժը տենում ես, ձենը գցում է, ակերը չկա, ակերը հանել են։ Ասում ես ինձ սուպեր հավատքով կանգնած, այս սատանա է քշում, չգիտեմ, դև է քշում, ավտո է քշում, ինչ է քշում, տարբեր բաներ է քշում, հետն էլ սատանա է քշում։ Գոռում է, ուժեղ, հավատքով կանգնած եմ, են, բժշկվել եմ, բայց բան չի փոխվում, ինչի, որովհետև հավատքին ուժ տվողը սերն է, եւ դա գրած է Գաղատացի 5:6-ում։ Գլաշյան 5:6 Հավատքը սիրով է գործում։ Դուք հասկանում եք, այս Աստծուն ճանաչելու 12 կետերը ինչքան կապված են իրար հետ։ Ինչքան կապված են իրար հետ։ Հավատքով կանգնած ես, որ պրոբլեմը լուծվի, չի գնում առաջ։ Ինչի, որովհետև հավատքը սիրով է գործում։ Գիտեք ինչի նման է սերը։ Լսել եք մի բառ sense կա, կատալիզատոր։ Գիտեք ինչ է էպոքսին, sense հեղուկ է, լիկվիդ բան է, թափանցիկ հեղուկ է։ Իրան, ասենք, լցում են մի հատ ինչ-որ ֆորմայի մեջ, ասենք, կարող են sense բան սարքեն։ Մի հատ ֆորմայի մեջ են էդի լցում, որ ինքը պնդանա այդ էպոքսին։ Ու հետո այդ ֆորմայից հանում են դառնում է sense բան։ Էպոքսիով շատ լիքը սիրուն լավ բաներ են կարողանում սարքեն։ Արձաններ, ստատուներ, տարբեր բաներ են սարքում։
Բայց էպոքսին լցում են, բան չի կատարում, գիտես ինչի, որտեղ պետք է կատալիզատոր ավելացնեն։ Եթե կատալիզատորը չեն ավելացնում էպոքսի, ինքը չի պնդանում, այտենց է մնում է լիկվիդ։ Էպոքսին ուժ տվողը կատալիզատորն է։ Լցում են, պրոցեսը արագանում է։ Պրոցեսը ուժեղանում է, արագամունքը քարացնում է։ Այդպես էլ հավատքը առանց սիրո ուժ չունի։ Սերն է այն կատալիզատորը, որ հավատքին ուժ է տալիս։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք այս բաները։ Եվ հոգևոր աճը քրիստոնյաների ստուգվում է մենակ սիրով, ոչ գիտելիքով, ոչ հավատքի ուժով։ Տեսեք, հավատքը ինչքան կարևոր է, որ կապ ստեղծվի Աստծո հետ։ Բայց եթե Աստված ասում է կողքինից չես սիրում, իմ հետ կապ չես կարա ստեղծես։ Եթե չես ներում, իմ հետ չես կարա կապ ստեղծես։ Այո, հավատքն է, որով կապ է ստեղծում, բայց եթե չես սիրում, չի ստացվի։ Ուժ չի ունենա քո հավատքը։ Սիրով է չափվում հոգևոր աճը։ Ոչ գիտել, ուզում ես 5 հատ հոգևոր համասարան ավարտի, spiritual համասարան ավարտի, theological ես ավարտել եմ։ Համ դպրոց, համ theological համասարան եմ ավարտել։ Բայց էդի զրոյը առանց սիրո։ Եթե սիրո մեջ չքայլեմ, եթե չկարանամ ներեմ, ում է պետք է այդ ամեն ինչը։ Ամենաուժեղ դպրոցը Հիսուսի ժանգների փարիսեցիներն էին ավարտել։ Spiritual and theological ինչքան դպրոց կանցը ինձնից բոլորիցս լավ գիտեին, բայց սեր չունեին, զրո էին։ Առաջի Կորինթաց 13-րդ գլխում գրված է. Եթե ամեն գիտելիքներ ունենամ, ամեն մարգարեություններ ամ, տեսեք, ես մարգարեություն արեցի այսօր 2 ու շատ հաճախ լինում։ Եվ ասում ունենամ ամեն հավատքը, որ սարերը շարժեմ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ, տեսեք։ Սեր չունենամ, ոչինչ եմ, ուրեմն սերը հավատքից էլ մեծ է։ Ու 13-րդ գլխի վերջում ասում է. ուրեմն մնում է հույս, հավատք, սեր, այս երեքն են, եւ սրանցից մեծը որն է, սերն է։ Ամեն։ Մեկն է կարող ասի շատ սիրում եմ բոլորին, բոլոր այդ nice է, բարի է, բանան, բայց պրոբլեմը ժանա չի վստահում Աստծուն, trust չի անում Աստծուն, կապ չի կարող ստեղծի Աստծու հետ։ Լավ մարդ է։ Ամեն ինչ անում է, որ սիրով ապրի, բայց կապ չի ստեղծում, կապի համար էլ պետք է հավատք, վստահես, էմոցիաներից չհետևես։ Մի հատ օրինակ բերեմ կարճ, էսե ու սրանով մենք անցնենք մեր մկրտությանը։ Ավելի Աստվածաշնչից էլի Հիսուսի, գիտեք, 5 կտակարանում ինչով էր տարբերում, 5 կտակարանում Աստված այտենց չէր բացվել ինքը որպես սեր։ Ավելի շատ իր սուրբ կողմն էր, ինքը հոլի է, ու ինքը դատավոր էր որպես 5 կտակարանում Old Testament-ում։ Նոր կտակարանում տենում ենք սերը Աստծո, ասում է Աստված սեր է։ Եվ դա երևաց Հիսուս Քրիստոսի միջոցով նոր կտակարանում։ 5 կտակարան օրինակ, երբ որ գալիս էր մարգարեն, պրոֆետը գալիս էր, ու իրան չէին ընդունում, կամ չէին հավատում, ուզում էին վատ բան իրան նկատմամբ անեին, այս պրոֆետը օրինակ վերցնենք Եղիան, Էլիաջան։ Ասես թող կրակ գա երկնքից եւ ձեզ վերացնի։ Կրակ եկավ, իսկական կրակ վերևից եկավ, այս 50 հոգում վերացրեց։ Հաջորդ 50 հոգին են գալի, թագավորը ուղարկում է, չար կռապաշ թագավորը, ուղարկում է հաջորդ 50 հոգում։ Այս 50 հոգին գալիս են, էլի վատ մարդիկ են, վատ նպատակներով են եկել։ Էլի Եղիան ասում է, թող վերևից կրակ գա եւ ձեզ վերացնի, գալիս են ծրանց էլ է վերացնում։ Եվ երրորդ խումբը որ գալիս են, աղաչելով են գալի, խնդրելով են գալի, ասում են խնդրում եմ, հարգանքով են մոտենում իրան, ասում են թագավորն է կանչում, մենք այստեղ մեղ չունենք, խնդրում եմ, նոր այդ ժամանակ Եղիան երրորդ անգամ էլ կրակ չի կանչում։ Ինչի համար եմ սա ասում, երբ որ Հիսուսի աշակերտները Հիսուսի հետ մի քաղաք մտան, որտեղ Հիսուսին չընդունեցին, տեսեք ինչ կատարվեց, երբ որ ասում է Հիսուսը այդ քաղաքներում գնաց եւ իրան չընդունեցին, Հիսուսի աշակերտները ասեցին Հիսուսին. Տեր, աղոթենք, որ երկնքից կրակ գա եւ կործանի նրանց, ինչպես որ Եղիան արեց, ինչպես որ Էլիաջա մարգարեն արեց։ Հիսուսն էլ սաստեց նրանց, ռիբյուկ արեց։ Ասես դուք չգիտեք թե ինչ հոգու Տեր եք, ես չեմ եկել մարդկանց հոգիները կորցնելու, այլ եկել եմ որ փրկելու։ Տեսեք, սա նոր կտակարանի New Testament-ի հոգին է։ Եթե մարդը
կենտրոնանում է 5 կտակարանի ուսմունքի վրա, դոկտրինայի վրա, teaching-ի վրա, նա չի կարող Աստծուն ճիշտ ճանաչի։ Իր աշակերտները կենտրոնացել են դրա վրա։ Հիսուսին չընդունեցին, նրանք ասեցին Տեր, արի աղոթ կանենք, որ կրակը գա սրանց վերացնի։ Ասում են, ինչ եք ասում։ Ձեներ հետ կդրեք։ Դուք չգիտեք ինչ հոգու տեր եք, այսինքն նոր կտակարանի հոգու տերը տարբերվում է 5 կտակարանի հոգու տերից։ 5 կտակարան Աստվածը հայտնում էր որպես դատաստան անող, դատավոր, սուրբ Տեր։ Նոր կտակարանում որպես սեր, ողորմած, շնորհքով շանս էր տալի։ Եվ ասում է, ես չեմ եկել կործանելու, ես եկել եմ որ փրկելու։ Ուրեմն սերը այն ճանապարհն է, որով ճանաչում ենք Աստծուն, եթե դու մարդկանց հանդեպ վրեժով լցվես։ Չարով լցվես, ասես Աստված կպատժի, սենց դու չես ճանաչում Աստծուն։ Աստված ասում է, քեզ հալածողներին օրհնիր։ Դու գնում ես 5 կտակարանից օրինակներ ես բերում Եղիայի, թե Եղիան ոնց աղոթես կրակ եկավ, սենց չես ճանաչում Աստծուն։ Նոր կտակարանի մեջ Տերը լրիվ ուրիշ զով է հայտնում, իր սիրով, իր ողորմությունով է հայտնվում։ Ներում է, կրակ չի կանչում, դատաստան չի կանչում։ Եվ պատկերացնում եք Պողոս առաքյալը գրել է նոր կտակարանի 1/3 մասը։ Պողոս առաքյալը նոր կտակարանի մեծամասնությունն է գրել։ Հավատացյալները աղոթում էին, որ նա ապաշխարեր, նա մարդկանց էր սպանում, բանտ էր նստացնում, եւ Հիսուսը հայտնվեց նրան, եւ այս մարդը ապաշխարեց, եւ դառավ ուժեղ առաքյալ, զորավոր Աստված օգտագործեց շատ հազարավոր եկեղեցիներ դնելու եւ նոր կտակարանի 1/3 մասը գրելու։ Պատկերացնում ես, եթե Աստված իրան պատժեր, կրակ իջացներ եւ Պողոսին վերացներ, ինչքան օրհնությունից կզրկվեին մարդիկ, ինչքան եկեղեցիներ չէին դրվի։ Այն մարդը, որ այսօր քեզ հալածում է, վատ մարդ է, կարող այգուս միսօր մի հատ զորավոր առաքյալ է դառնում, ավետարանիչ է դառնում։ Ամենամեղավոր մարդիկ են եղել ամենաուժեղ ծառայողները ինչ որտեղ, որտեղ այն որ իրան արդարի տեղ է դնում, ես արդար լավ մարդ եմ, ինքը չի ապաշխարում, Աստծո կարիքը չի զգում։ Բայց Հիսուս ասեց, ում որ շատ ներվեց, նա շատ սիրեց Տիրոջը։ Հանցագործ մարդիկ են եղել, որ մեղքով լցված ասում են, ես վատն եմ, ես մեղավոր եմ, Տեր ասում է, ներում եմ քեզ, իմ հետևից արի, ես քո կյանքը կփոխեմ, ես քեզ կբժշկեմ, քո միջոցով հազարավորներ կփրկեմ, ասում է, Տեր, այո, ես արժանի չեմ, բայց շնորհակալ եմ քեզ։ Գնում ու Աստված զորավոր ծառայողներ է դարձում, իսկ այն մարդիկ ասում են, ես լավն եմ, ես բարի եմ, սրան եմ, հաստվել նրան եմ, բան արել, կարիք չունեմ, կամ եկեղեցու Աստծո կարիքը չունեմ, գնալու են դժոխք առանց Հիսուսի։ Կապ չունի մարդ ինչ արել, առանց Հիսուսի դժոխք է այդում։ Աստված չի նայելու բարի գործերն, Աստված նայելու է դու մերժել ես իր որդու կյանքը մահը, որ խաչի վրա տվել է։ Մերժել ես, դինա ես արել, քո արդարությունով ես փորձել ապրես, թե ընդունել ես։ Դրանով է երևում փրկվելու ես, թե չէ։ Եվ դրանից հետո քո բարի գործերը նոր արդեն ուժ ունեն, արժեք ունեն։ Թե չէ շատերը բարի գործեր անում են իրանց եսի համար, որ իրանց լավը զգան, իրանց ծափը արեն, իրանց նկատեն։ Սերը կարևոր է, սերը շատ կարևոր ճանապարհ։ Հիմա կրկնեմ բոլոր են ճանապարհները, որի միջոցով ճանաչում ենք Աստծուն, այնտեղ մնում է 2 հատ, դա էլ խոսեմ Եգոր Կիրակի, անպայման մասնակցեք, բաց չթողեք։ Մի ասեք YouTube-ով կնայեմ, ստեղ ուրիշ է, այստեղի օծություն ուրիշ է։ Այստեղի լսածը քո կյանքի մեջ փոփոխություն է բերում, YouTube-ով լսածը չէ։ Պրոստը գիտելիք է բերում։ Ուրեմն Աստծուն ճանաչում ենք 12 ճանապարհներով տարբեր, որ արդեն 10-ը խոսացել եմ անցած հավաքույրներին եւ այսօր 2-ը։ Ուրեմն Աստծուն ճանաչում ենք իր գրված խոսքի միջոցով, դա առաջի ամենակարևոր ճանապարհն է։ Երկրորդը անձնական աղոթքի կյանք ունենալով, երրորդը լինելով եկեղեցում եւ մասնակցելով տնային հավաքույրներին, չորրորդը սովորելով մեզանից հոգեորապես հասուն եւ փորձված մարդկանցից, 5-րդը ճանաչում ենք Աստծուն իրեն ծառայության միջոցով։ 6-րդը ճանաչում ենք Աստծուն հայտնության հոգու միջոցով, Սուրբ Հոգին հայտնություն է բերում, revelation է բերում։ Եթե ինքը չի բացի, մարդը տենց է հոգևոր կույր կմնա։ 7-րդը հեռացնելով մեր կյանքից այն ամենը, ինչ որ խանգարում է մեր փոխհարաբերությանը Աստծո հետ։ Մարդիկ կան, որ իրենց կյանքում կան մեղքեր, դիվական բաներ, սովորություններ, շատ վատ հաբիթներ կան, որ դա խանգարում է, կարող է փորձեն հավատան, սիրո մեջ ապրեն, բայց այդ աշխարհային բաները խանգարում է իրանց Աստծո հետ շփումը։ Դրա համար պետք է հեռացնենք խանգարող բաները նաև։ 8-րդը ապրելով խոնարհության եւ հեզության մեջ, հնազանդության մեջ,
Աստված ասում է բարձրերում եմ բնակվում, բայց լինում եմ կոդրած եւ խոնարհ սրտերի հետ, որ նրանց ապրեսնեմ։ Մարդը կարող է շատ կետեր անել, բայց խոնարհություն, հեզություն չունենա, Տերը հպարտերին հակառակում է, Տերը հպարտերի հետ չի։ 9-րդը, որ այսօր ասացի, ապրելով հավատքի կյանքով, ոչ թե տեսանելիով։ Հավատքով են գնում, ոչ թե տեսածով կամ զգացածով։ Սա հավանում է Տերը եւ մեր մտերիմն է դառնում, ոչ թե ուղղակի մենակ Աստված։ Եվ 10-րդը ապրելով սիրո մեջ մարդկանց հանդեպ, մյուսների հանդեպ։ Եվ մնաց եւս 2 քայլ, որ կխոսամ հաջորդ կիրակի։ Ամեն։ Աստված զորավոր ձևով գործում է այս եկեղեցում ու չկասկածեց, ոչ համեմատի, որտեղ Սուրբ Հոգին է գործողը։ Եվ իր պարգևները գործում են, իր գիֆտերը գործում են այստեղ շատ զորավոր ձևով։ Եվ Աստված հզոր ապագա ունի։ Որտեղ եթե դու սկսես համեմատել ուրիշ եկեղեցիների քարոզիչների հետ, դու մեկին կգցես, մեկին կբարձրացնես, բայց Սուրբ Հոգին է գործողը։ Այո, Աստված մարդուն է օգտագործում, բայց եթե դու նկատի ունեմ համեմատում ես, էսից չափեր ես դնում, դու արդեն ոնց որ մարդուն պաշտես։ Գիտեք, այսօր շատ մարդիկ կան, որ եկեղեցի չեն նետում, տունը նստած YouTube-ներով քարոզներ են նայում իրանց սիրած քարոզիչներին, ես այդտեղ աստվածապաշտություն չեմ տենում, ես տենում եմ մարդապաշտություն։ Այդ ծառայողները, քարոզիչները ընտիր օրտված ծառայողներն են, ես իրան շատ սիրում եմ, իմ ընկերներն են, բայց մարդիկ կան, որ տարին մի անգամ, 2 անգամ կարող է կամ 2 տարին մեկ միած տեղ այս եկեղեցում հայտնվում են, հետո կորեն, ասում ինչ, ասում է տունը էս ինչին եմ նայում, էս ինչ ծառայողին եմ նայում մենակ, ես իրան եմ նայում։ Դու Հիսուսին չես պաշտում, Աստծո դուրը չի գալ այդ տեսակ բաները։ Մարդիկ չեն ջոգե, ոնց են արդեն դարձրել մարդապաշտություն։ Պաշտիր Տիրոջը, պաշտիր Տիրոջ խոսքը, հաստատվի եկեղեցում, մի ասա չեմ գտել եկեղեցի, գտել ես։ Գտել ես արդեն։ Գտել ես։ Մի կասկածի։